Մեղվապահը պապս է։ Իսկ ես մորս մասին եմ ուզում խոսել, որ ժիր մեղու է։ Եվ տունը մայրիկի բուրում է տարատեսակ համադամի թխվածքներով։ Եվ սիրտը մայրիկի փափուկ է մանուշակի տերևի պես։ Մենք ուտիչների նման անդադար կծոտում ենք մայրիկին, որ ժպտում է լուր ու գեղեցիկ ի պատասխան մեր տգեղ խոսքի, որի մեջ ձայնավորները շատ են, բաղաձայնները կարճ։ Մայրիկն աշխատում է օրնի բուն, եւ իսկապես կուզենար հանգստանալ, եթե վստահ լիներ, որ դա եւս աշխատանք է։ Նա հաճախ է օգտագործում երջանիկ բառը, երբ նկարագրում է իրեն ու մեզ, եւ այնքան վստահ է խոսում, որ դժվար չի կռահել։ Նա քիչ է երջանիկ եղել, որովհետեւ այդպես վստահ կարող են լինել միայն դժբախտները, իսկ երջանիկները կասկածում են միշտ։ Մայրիկը սիրում է ծաղիկներին, ծաղիկները սիրում են մորս։ Եվ այդ սերը չի կեղտոտվում բարերով ու գունազարդ պատկերներով։ Դա ծաղկումի ու շոյանքի միջև մի բան է, որ անհեթեթ է թվում մեզ, հատկապես հայրիկին, որին թվում է լուսամուտագոգը զավթել են եւ սպառնում է պարբերաբար ազատել մեր տունը կանաչ ելուզակներից, բայց մայրիկը սիրում է ծաղիկներին, ծաղիկներն էլ սիրում են մորս ու առավել փարթամաճում։ Մայրիկը թխում է անուշեղեններ, ոլորուն, շերտավոր, քարակուսի ու կլոր։ Նա փորձարար է, որ ոչ մի կերպ չի գնահատվում քաղցրի հանդեպ պահպանողական հայացքներ ունեցող մեր տանը։ Եվ ալյուրի հետքը նրա այտին խիզախումի նշան է համար, որ անտարբեր սրբվում է իմ կամ եղբորս կողմից։ Նա կարդում է գրքեր եւ ժամանակակիցներից գիտի բոլորին, ոչ միայն դեմքով ու գրքի կազմերով, հավանում է քչերին։ Ես այդ թվում չկամ, հատկապես թարգմանություններս համարում է անտաղանդ, իսկ փորձարկումներս լեզվի հանդեպ բռնություն։ Տարիների խորքից եկած նրա խոհարարական գրքույկում սևակից հաջողված տողեր կան, հատվածներ Պրուսի տիկնիկից եւ կարելի է գտնել ցուցումներ, թե ինչպես պատրաստել միկադո։ Երբեմն մենք կռվում ենք, եւ մայրիկը հիշեցնում է մշտապես, որ ինձ փոխեցին իմ գրքերն ու տարան իր աղջկան, որ ես բնավիրային աղջիկը չեմ, որ ունեցավ գարնանը, որ այդ ես չէի կարդում, այլ գրքերն էին կարդում ինձ ու նշումներ անում վրաս եւ ընդգծում մատիտով։ Մայրիկը պատմում է, որ ես տրամաբանելու ծրու էի, եւ երբ միասին հաշվում էինք, թե քանի ոդք ունի աթոռը, իմ պատասխանն ապուշի պես լռելն էր։ Ուզում եմ ասել քեզ, մամ, որ շատ բան առանձնապես չի փոխվել։ Լռելը շարունակում է մնալ իմ հոբբի, թեև դու էլ շարունակում ես սարսափել, թե ոնց քեզնից ծնվեցի ես ու միակ բանը, որ հարմար գտա ժառանգել քեզնից ոտնաթաթեր տնմեց, ում քաշեցի այսքան անպատասխանատու։ Չես դադարում ամեն օր զարմանալ։ Ու ես էլ չեմ դադարում ամեն օր զարմացնել։ Քեզ հետ Մամ, քեզ հետ ապրելով դաժան, անհնարին կյանքը այս բաց թողումների, տագնապի ու սիրո։ Եվ հիմա, երբ մի պստլիկ կատու տաքացնում է որովայնս դատարկված, ես քեզ եմ պարզում ձեռքս, որովհետև չունեմ ոչ մեկի, որովհետև ինչ ունեմ դու ես, քո ներումը մեծ, ու երբեք չկիսատվող սիրտը, որ այնքան հաճախ է բղավել ինձ վրա, զայրույթից ու սահատությունից, ինձ տուն տար, մամ, լվա դեմքս, եւ երբ գրականությունը գա իմ ետևից, ասա, որ ես հոգնել եմ շատ, ասա, որ ես մենակ եմ շատ, ասա, որ ես չկամ, հա, ասա, որ եղավ լավագույն սկիզբը եւ վատագույն սկիզբը եղավ, ասա, որ ինձ կերան, ասա, թող ինձ քեզ մոտ թողնի, մամ, ասա, թող ես դառնամ պստլիկ շարժուն մեղու, բզամ ու չերևամ, բզամ ու չերևամ, բզամ ու չերևամ։